Այնա որ գնաց գալիս էր, արդեն մենք զգում ենք, որ ծանր գալիս, ասե դղրդը մեր ամբողջ ապագիները սենց ոնց որ թե Մինչև խորհրդային վերջին տարիներն ամեն օր Իջևանից գնացք էր մեկնում Բաքու, տիկին Անահիտը մշտական ուղևորներից էր, Բաքվում բնակվող կինը Հայաստանում ապրող տատին միշտ գնացքով էր գալիս այցի, այդպես էր երկար տարիներ, հիմա պատուհանից երևացող երկաթգիծը տարիներ ի վեր լուռ է։ Սիմաֆոր կար երկու լույսով, կրասնի զիրոնի, կանանչեր, այն ժամանակ եթե ասենք թե այնտեղ երևի իրանց զգուշացնում են, մի քիչ կանգեր առնում էստեղ, մենք երեխան, ես նույնիսկ որ փոքր երեխա էի այն ժամանակ, մենք էլ ենք գալիս ենք վազ ենք տալիս, գնաց կնեկավ, հա, գալիս ենք ստեղ ու հա, կաղնում ենք գնացքի մոտ, երկար սեն շարաններով ասենք։ 82 թվականի ապրիլն էր, տիկին Անահիտի ձեռքը խնդրելու համար Բաքու էին հասել Մուսալերցի ամուսնու ծնողները, համաձայնությունը ստացվեց, մնում էր հարսանեկան արարողությունը կազմակերպել։ Որոշվեց դա անել ոչ այլ տեղ, քան Բաքվից Իջևան եկող գնացքում, կազմակերպիչն էլ գտնվեց, Հարսի հայրը։ Ապրիլ ամսին էր, ուրեմն գնացքով նստեցինք մենք Բաքվի կայարանից ու հա մոտ մի ասենք իրիկունը որ նստում ես առավոտ արդեն էստեղ ես պապաս գնեց ամբողջ վագոնը ասենք թե բոլոր կուպե 9 կուպեա չէ մի վագոնի միջին ասենք հյուրերը հետերնուս խնամիներով եկել ենք հասել ենք միջով Բախուդարլու կայարան այնտեղից էլ արդեն մեզ սպասում են նվագով ու ասենք տենց բարելով բանով Հարսին բերին հասցրին Ժամանակին անվտանգ էր, իսկ հիմա շատ խիստ կասկածում եմ որ անվտանգ կլինի չգիտեմ ես բացարձակ Միջով մեր սահմանը նորմալ անցնի, բայց սահմանից են կողմ ես չգիտեմ